ակնհայտ է փաստերից բխում է, որ այդ դիրքերի արագ ամրացման ու բարելավման աշխատանքներն Ադրբեջանը արել է, այն ժամանակ, երբ իմացել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու այդ փաստաթղթերի ստորագրման արարողությունները, եւ դրանք իրականացրել է այդ աշխատանքները այդ ժամանակից սկսած, որովհետեւ երբ մենք նայում ենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրման օրը, այդ օրվա դրությամբ արդեն ավարտած են եղել բոլոր աշխատանքները, ընդ որում շատ արագ են գործել, եւ խոսքը ոչ միայն դիրքերի հետ է կապված, այլ նաեւ Ադրբեջանի անգամ Հայաստանի որոշակի սահմանին կապած, բայց այնպես որ ակնհայտ է որ Հայաստանի դեմ են դրանք ուղղված։ Պարզ հարց է առաջանում. Եթե Ադրբեջանը խաղաղություն է անում, խաղաղության մտադրություններ ունի, ինչու է ամրանում մեր տարածքներում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցում, նորից էլի ծակծկում մեր անվտանգության համակարգ ու Սալյամիի պես կտրում դիրքերը տարածքները տանում։ Ինչու է ասա անում, ակնհայտ է որ նա սպասում է հստակ աշխարհաքաղաքական իրավիճակի, որ ինչ որ մի առիթ լինի, նախապատրաստվում է, որ գործողություններ իրականացնի։ Ընդ որում այդտեղ այդ ուսումնասիրությունները վկայում են, որ նրանց լուծումները այնպիսին են, որ կարող են նաև ակնհայտորեն օգտագործվել հարձակողական նպատակներով։ Այստեղ գործում է նույն Արցախի սցենարը։ Արցախում 21 թվականից հետո Ադրբեջանը նույն կերպ էր գործում։ Աշխարհին գնում է, ասում է, եւ Հայաստանի իշխանությունները օգնում են, որ սպիտակ Երևան մաքրվի իր բոլոր այդ արարքներից, տեսեք մեր սահմանային պետական սահմանի այս ներխուժումները որևէ միջազգային օրակարգում չկա, որևէ միջազգային օրակարգում սա չկա, նրանք օգտվում են առիթից, ներխուժումներ են անում եւ արդյունքում անելու են իրենց գործը եւ աշխարհին էլ չեն կարողանալու հետո նորմալ ապացուցենք, ասենք, այս ադրբեջանական իշխանությունները մեր տարածքի մեջ էին, պետք է ասեն շատ ներողություն, դուք եք հերքում առաջինը, որ ձեր տարածքի մեջ էին։